շատ կուզեի վերջում լսել ձեր անկեղծ գնահատականը եւ վերջնական ձեր կարծիքը եւ գուցե նաեւ կանխատեսումը, այսքան խոսում ենք խաղաղության պայմանագրից, ի վերջո ըստ ձեզ այն կստորագրվի, իրատեսական եք համարում, որ մոտ ժամանակներս կստորագրվի, եթե այո, երբ եւ ինչ պայմաններում, եթե ոչ, ինչն է դրան խանգարում։ Okay, Mr. Rasmussen, my question is, I want to hear your sincere opinion, evaluation, or maybe even forecast in respect of the signing of it. What do you think? Will it be signed soon? When? Actually, when and where? And if no, then what are the reasons, in your opinion, that the peace agreement will be signed? On the reasons, I don't know, because it would serve the interest of Azerbaijan to sign the peace agreement immediately. Պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև իմ կարծիքով դա բխում է Ադրբեջանի շահերից անմիջապես ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը։ I'm not going to guess about the timeline. Չեմ պատրաստվում կռահումներ անել, թե երբ է դա լինելու։ But the fact that Azerbaijan apparently has raised an issue that was not mentioned during the peace negotiations indicate that Azerbaijan might try to delay the process. Սակայն այն փաստը, որ Ադրբեջանը մի հարց է բարձրացրել, որը չի եղել բանակցությունների ժամանակ քննարկված, խոսում է այն մասին, որ շատ հավանական է, որ Ադրբեջանը կփորձի ուշացնել, հետաձգել գործընթացը։ I'm of course thinking about the Azerbaijan demand that Armenia should change the constitution. Ես մտածում եմ հենց խոսքս այն Ադրբեջանի պահանջի մասին է, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ As all know, this would be a very complicated process. Ինչպես բոլորը գիտեն, դա շատ բարդ գործընթաց է լինելու։ So even with the best will, it would take time. Նույնիսկ եթե դրա համար լինի համապատասխան ցանկություն, շատ մեծ ցանկություն, դա ժամանակ կպահանջի։ And I don't understand why this issue all of a sudden has been raised. Ու ճիշտ ասած չեմ հասկանում, թե ինչու է այդ հարցը հանկարծ բարձրաձայնվել։ So once again, Ուստի մեկ անգամ էլ, Azerbaijan, please sign immediately. այսինքն իմ մոտեցումը այսպեսին է, Ադրբեջան, խնդրում ենք անմիջապես ստորագրել համաձայնագիր։